Շոտոկան կարատեն ինքնակատարելագործման գնացող մարդու ճանապարհ է, այն ունիվերսալ արվեստ է, որը շատ կարևոր էական դեր է կատարում ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական կոփվածության, այլ նաև նրա հոգևոր ու կամային հատկանիշների ձևավորման գործում։ Շոտոկանը որպես ոճ հիրավի ամենատարածվածն է այսօր, որպես մարդարվեստի ոճ ամբողջ աշխարհում։ Եվ այն համարվում է սկսած 19-րդ դարի սկզբներից արդեն իսկ այդ ժամանակահատվածից այն համարվում է սպորտային տարբերակում ունեցող մարդարվեստ։ Ճշմարիտ կարատեիստն ուժեղ է, նա չի կռվում, նա պայքարում է ու հաղթում։ Կարատեն հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության ճանապարհ է։ Շոտոկան կարատեն ճապոնական կարատեի հիմնական ոճերից մեկն է, որը ստեղծել է մարտարվեստների մեծագույն վարպետներից Գիչին Ֆունակոշին։ Շոտոկան կարատեն ամենամասսայական ոճն է ոչ միայն Ճապոնիայում, այլև ամբողջ աշխարհում եւ տասվում է 4 խոշոր ոճերի շարքին։ Պատահական չէ, որ այս վերջին ժամանակահատվածում աշխարհի կարատեի ֆեդերացիայի կողմից ճանաչվեցին ընդամենը 4 ոճեր, եթե հաշվի առնենք, որ արևելյան մարդարվեստները բաղկացած են 140 եւ ավելի ոճերից, աշխարհի կարատեի ֆեդերացիան իր մեջ ընդգրկեց ընդամենը 4 ոճ, որոնց շարքում է նաեւ շոտոկանը, եւ ընդամենը այս 4 ոճերն են, որ իրավունք ունեն 2020 թվականից սկսած ներգանալ որպես օլիմպիական ձև Տոկիոյի օլիմպիադայում։ Մինչև սպորտային կարգավիճակ ձեռք բերելը շոտոկան կարատեն համարվել է ամենամարտական ոճերից մեկը, որտեղ գործել է 1 հարված, 1 վերջակետ գաղափարը։ Ժամանակի ընթացքում այն ավելի հումանիստական գաղափարներ է ձեռք բերել եւ այսօր այդ մարդասիրական տեսանկյուններից ելնելով շոտոկանը եւ ընդհանրապես սպորտային կարատեն համարվում է ոչ կոնտակտային կարատե եւ այստեղ մանավանդ պատանեկան տարիքում հարվածները գլխին խիստ սահմանափակ են, քանզի մենք մտածում ենք առաջնահերթ մեր երեխաների առողջության մասին։ Շիրակի մարզի կարատեի ֆեդերացիան գործում է 11 տարի, այս ընթացքում մարզի կարատեիստները մասնակցել են Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մանկապատանեկան եւ մեծահասակների առաջնություններին, լավագույններն ընդգրկվել են հավաքականի կազմում։ Գյումրեցի կարատեիստները վերջերս են վերադարձել Բաթումիից, որտեղ մասնակցել են Արևելյան Եվրոպայի առաջնությանը։ 41-45 տարեկան կարատեիստների պայքարում հաղթող է ճանաչվել մարզի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Ալեքսանյանը։ Ունեցել ենք 2 երկրորդ տեղ Ռուդիկ Շուխյան եւ Ներսես Իսկանյան մեր ֆեդերացիայի լավագույն մարզիկները, որոնք պարտվեցին եզրափակիչ մենամարտում, ինչպես նաև ունեցանք 3 բրոնզե մրցանակակիրներ։ Մարզիչը գոհ է սաների ցույց տված արդյունքներից, ինչպես նաև հաճախելիությունից։ Հստակ է մի բան, կարատեով զբաղվող պատանին իր հետագա կյանքի համար արդեն ունի ապահովվածության երաշխիք, ինչպես առողջ, գեղեցիկ, պաշտպանված մարմին ունենալու, այնպես էլ դաստիարակված, ուժեղ ու համարձակ լինելու։ Հապետ Հարությունյան, Խան Հովհաննիսյան, այսօր։